Սփյուռքի երիտասարդ դեսպան Իգործ քայլ դեպի տուն, ներուժ։ Սրանք այն հսկայական աշխատանքների եւ ծրագրերի մի մասն են միայն, որոնք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հաջողությամբ իրականացնում է։ Այդ է վկայում ամեն տարի նշված ծրագրերին մասնակցության համար դիմողների թվի աճը։ 2025 թվականը նշանավորվեց նաեւ երիտասարդական ամենամյա մեծ համաժողովով, որին մասնակցեց արտերկրից ժամանած 600 երիտասարդ եւ 200 քաղաքացի Երևանից եւ տարբեր մարզերից։ Ըստ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի նախորդ տարին բավականին հաջող ու գերհագեցած էր։ Անցյալ տարի նաև նշանավորվեց մեր հանձնակատարների ինստիտուտի կայացման այսպես շարունակական փուլով, այսինքն մենք այս պահին արդեն ունենք 19 հանձնակատար, վերջինս նշանակվեց դեկտեմբերին Ռիո դե Ժանեյրոյում մեր հայրենակիցներից մեկը նշանակվեց Սփյուռքի հանձնակատար, որով մենք Բրազիլիայում եւս կարողացանք ընդլայնել մեր հնարավորությունները եւ տեղում ձեռք բերել կապող օղակ, եւ այս գործընթացը կարծում շատ ավելի ակտիվորեն կշարունակվի արդեն այս տարի։ 2025 թվականին ֆրանսահայ գործընկերների հետ միասին անցկացվեց նաև առաջին մշակութային համաժողովը, ներառելով ավելի քան 250 մշակութային գործիչների։ Սինանյանը կարևորեց Սփյուռքի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումները, որոնց ընթացքում վերջիններիս ներկայացվել են հայաստանյան զարգացումներն ու իրական Հայաստանի կոնցեպտը։ Ընկալումները, այսպես եթե վակուում նայենք, այսինքն այնպեսին ինչպեսին կան, երբ որ մենք ասելով, այսինքն պետության ձայնը լսելի չի լինում, շատ ավելի մակերեսային են եւ համապատասխանում են այն տեղեկություններին կամ այն մեկնաբանություններին, որոնք մեծ ծավալով արտանետվում են Սփյուռք, այսպես ասեմ, դե այլ կերպ չեմ կարողանում բնութագրել, այսինքն ասեք մարդիկ, քանի որ ապրում են Սփյուռքում եւ չունեն պետությունը որպես խարիսխ հայության, հաճախ օրինակ հայ առաքելական եկեղեցին են դիտարկում որպես պետականության խարիսխը, դա հասկանալի է, դա բնական է, եւ այդ զգացմունքային ֆոնը իրենց հաճախ չի թույլատրում, որպեսզի կարողանան ավելի ներքին վերլուծության ենթարկեն, ասեն, բայց լավ, սա ճիշտ է, թե սխալ է։ Եվ սա հաշվի առնելով բնական է մենք շատ համբերատար ձևով աշխատում ենք մեր հայրենակիցների հետ։ Խոսելով ներկա աշխարհաքաղաքական զարգացումներից Զարեհ Սինանյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում Սիրիայի հայաշատ Հալեբ քաղաքում եւ հարևան Իրանում կատարվողին։ Նա ներկայացրեց գրասենյակի իրականացրած աշխատանքը տեղի հայ համայնքների հետ։ Իհարկե մեր դիրքորոշումը նա է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն խաղաղ պայմաններ լինում են բարբերաբար, եկեք Հայաստան, եկեք հայրենիքում բնակվեք, որտեվ ապագան շատ մշուշոտ է Սիրիայում։ Եվ նույնիսկ հիմա էլ այս բախումները, որ Հալեպում կան, բավական լուրջ բախումներ են կառավարական ուժերի եւ քրդական միավորումների միջև, այս ամբողջ ընթացքում մենք մեր հայրենակիցների հետ կապի մեջ ենք, մենք գիտենք ռեալ ժամանակում, թե ինչ է տեղի ունենում, կոնկրետ այդ օրը, այդ գիշեր ինչ զարգացումներ եղան։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու նման դեպք, երբ որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջև, եթե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բանը հիմա պետք է այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այլապես բնական է այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում, չունենք բավական տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին։ Ինչ վերաբերում է հայրենադարձման ուղղությամբ կատարվող աշխատանքին, ապա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը վստահեցրեց, գրասենյակը շարունակում է լավարկել եւ ավելի թիրախային դարձնել ինտեգրման ծրագրերը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։